Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ առաջ Աճակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություն։ Բարև ձեզ, պարոն Ասատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Ասատրյան, վերջերս սկանդալային հայտարարություններ եղան, մասնավորապես Գավրիելյանովի կողմից, որ ի սկզբանե Արցախի հանձնումը փաստորեն պլանավորված է եղել եւ Օնիկ Գասպարյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության հրահանգել է թույլ տալ ադրբեջանցիների առաջ խաղացումը դեպի Արցախ եւ Արցախի գրավումը։ Դուք այս հայտարարությունը որքանով եք արժանահավատ համարում։ Այս հայտարարությունը ես վաղուց եմ դեռևս արժանահավատ համարել, մինչև Գաբրիելյանովի հայտարարությունը, որովհետև շատ կրկիտ մոնիտորինգի եմ ենթարկել ողջ պատերազմի ընթացքը, եւ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության շտաբը կիրառել է այնպիսի մարտավարություն եւ գործիքակազմեր, արել է հնարավորինս առավելագույնը, որպեսզի ապահովի ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը։ Ես եթե թույլ տրված սխալների տեսանկյունից նայենք, եթե այդ սխալները լինեին 1-2 դեպքով եւ որոշակի փոքրամասնություն կազմեին, այդ կարծիքը կազմելը թերևս սխալ կլիներ, սակայն այսպես ասած հաշվենկատորեն մի թելով գնացող այսպես իրար հաջորդող սխալների շարքը այլևս չի կարող դիտվել որպես զուգադիպությունների շարքից եւ մեզ մնում է ընդամենը այս ամեն ինչին զուգակցելով Փաշինյանի հետ պատերազմական խոսույթը մեզ մնում է ընդամենը համոզված պնդել, որ 44 օրյա դավադիր պատերազմի ողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունը վարել է պատերազմը ուղիղ այնպես, որը ձեռնտու կլիներ ադրբեջանական իշխանությունների եւ բանակի առաջխաղացումը ապահովելու համար։ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասում է բերեք ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպենք եւ ինքը այնտեղ պատրաստվում է ինչ-որ բացահայտումներ անել, այդ քննարկմանն էլ պետք է մասնակցեն համապատասխան գաղտնիության թույլտվություն ունեցող անձինք, զոհվածների հարազատներ, բայց լայն հանրությունը բնականաբար դրանից տեղյակ չի լինելու։ Ինչ կարծիք ունեք սրա հետ կապված, դա որքանով է ազնիվ եւ արդյոք եթե կան հանգամանքներ նման ծանր մեղադրանքի, դա ըստ էության պետական դավաճանության մասին է խոսում։ Արդյոք հանրությունը չպետք է դրա մասին իմանա։ Հանրությունը միանշանակ պետք է իմանա այդ ամենի մասին եւ մեր անհետ կորած ծնողները ես գիտեմ, որ նախաձեռնություն են սկսել հենց այդ պահանջով, որպեսզի 44 օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվի եւ հասանելի լինի բոլորին։ Ես շատ մեծ դրվատանքով կարող եմ խոսել այն մասին, որ Հայաստան Դաշինքի պատգամավոր խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը կարողացավ թերևս Փաշինյանական այս կարկանդակակերության կեղծ եւ սին խոսույթը շեղել եւ հայ հասարակությանը մղել դեպի պրակտիկ դիսկուրսների տիրույթ եւ հենց իր հայտարարությունից հետո այն մասին, որ բառացիորեն 44 օրյա պատերազմի ընթացքում բառացիորեն հարավից է եղել ճեղքումը եւ հարավից է եղել առաջխաղացումը, որը եղել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այսպես ասած, հրամանատարության ներքո եւ ողջամիտ կասկած է առաջանում այն մասին, որ այդտեղ գոյություն է ունեցել որոշակի դավաճանական տար։ Օնիկ Գասպարյանը, եթե ինքը մտածում է, որ ինքը ոչինչ սխալ չի արել կամ ինքը դավաճանություն չի արել կամ իր սխալ հրամանների հետևանքով մենք ահռելի կորուստներ չենք ունեցել, այդ դեպքում ինչու է պահանջում, որպեսզի այդ քննարկումները փակ ռեժիմով լինեն։ Միթե Օնիկ Գասպարյանը մտածում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերի մասին, ես բնավ այդ կարծիքին չեմ,
Օնիկ Գասպարյանը եթե հայկական շահի մասին մտածող լիներ, իրեն պատմության կողմից տրվել էր այդ բացառիկ հնարավորությունը, որպեսզի ինքը գերադասելով բառացիորեն հայկական շահը կարողանար, այսպես ասած, հայ ժողովրդի աջակցության պայմաններում պատերազմի հրձիքին եւ պատերազմ սանձազերծածին իրականում ենթարկեր քաղաքական, այսպես ասած, իզգոյության։ Հետևաբար Օնիկ Գասպարյանի այս հայրենասիրական մղումներին ես բնավ չեմ հավատում, որովհետև Օնիկ Գասպարյանը տիրապետում է շատ մեծ ինֆորմացիոն բազայի, այն ողջ համապարփակ եւ մտածված սխալների ողջ գործիքակազմին, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Մեկ էլ հանկարծ Օնիկ Գասպարյանը որոշեց քնից զարթնել եւ որոշեց մեզ ցույց տալ, որ ինքը հայրենիքի ցավով տառապող անձ է։ Ես պրագմատիզմի տեսանկյունից այդ ամեն ինչին չեմ հավատում եւ հետեւաբար մեր ընդդիմադիր պատգամավորներին եւ խմբակցություններին հորդորում եմ չտրվել այս առաջարկին եւ չգնալ փակ քննարկումների, թող հասարակությունն իրականում իմանա, թե ինչ դավադիր գործիքակազմով է ընթացել 44-օրյա պատերազմը։ Այսինքն առերևույթ այսպես է ստացվում, որ Արցախում այդ ողջ 44 օրվա ընթացքում պաշտպանության բանակը կատաղի կռիվ եմ տվել, փորձել է ամեն կերպ կասեցնել հակառակորդի թշնամու առաջխաղացումը, այդ նույն ժամանակահատվածում այն հատվածը, որը Հայաստանի զինված ուժերի պաշտպանությանն է վստահվել, տեղի են ունեցել ինչ որ զիջումներ կամ չգիտեմ դա ոնց բնութագրեմ, էլի։ Տեսեք, պատերազմի սկսման առաջին օրերից սկսած, երբ որ հուշք ու հարձակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի երկու ուղղություններով, հյուսիսային եւ հարավային, երկու ուղղություններով էլ որոշակի նահանջ գրանցվեց, հյուսիսից որոշակի նահանջ գրանցվեց եւ հարավից որոշակի նահանջ գրանցվեց, բայց հյուսիսում ադրբեջանական առաջխաղացումը զսպվեց, այնտեղ ադրբեջանական զինված ուժերը ունեցան հսկայական մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ եւ մեծ հաշվով պատերազմից ընդամենը 4-5 օր հետո հյուսիսով առաջխաղացումը բառացիորեն կասեցվեց ՊԲ ուժերի կողմից։ Ինչ ունեցանք հարավում։ Հարավում արծրունական, այսպես ասած, ռոպագանդայի պայմաններում, երբ միաժամանակ ադրբեջանական զինուժը ողջ համացանցը ողողում էր տեսանյութերով, որտեղ իրենք նորանոր տարածքներ էին գրավում, այդ նույն ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրածո հանդիսացող, այսպես ասած, տեղեկատվական շտաբի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում էր այսպես հաղթելու ենքի այդ կեղծ քարոզչությունը եւ այլն, սակայն մենք մեր աչքերով տեսնում ենք, որ առաջխաղացումը կարծես թե անկասելի է եւ պատերազմի առաջին օրերից սկսած մենք ունենք այդ տեղեկատվությունը, երբ որ հայկական զինված ստորաբաժանումների հրամկազմը ունեցել է տեղեկատվություն սպասվող հրետակոծության մասին, սակայն հարավում տեղակայված զորամասերի անձնակազմին ոչ միայն տագնապով չեն հանել զորամասերում եւ տարել դեպի նստեցման շրջաններ, այլև ոչ մի կերպ չի իրականացվել նախապատրաստական միջոցառումներ։ Սա մեկ։ Երկրորդը, եթե մենք հիշենք Արցախյան առաջին գոյամարտի տարիներն ու պատերազմի քրոնոլոգիան, ապա հայկական զինված ուժերը շեշտակիորեն բարձրացրել են իրենց արդյունավետությունը եւ սկսել են ազատագրել Արցախի տարածքները այն ժամանակ, երբ որ ջոկատային գործիքակազմից, ջոկատային, այսպես ասած, մղվող պարտիզանական մարտերից անցում է կատարվել դեպի ջոկային, վաշտային, գումարտակային մեխանիզմների։ Այսինքն հայկական բանակը, երբ որ ֆիդայական ջոկատներից անցում է կատարել դեպի կանոնավոր բանակի գործիքակազմի, այդ օրերից սկսած մենք սկսել ենք Արցախի ազատագրումը, բայց ինչ արեց Փաշինյանը։ Փաշինյանը այս ամեն ինչը ամբողջապես շուրջ տվեց իր հայտնի գրառմամբ, քայլ առաջին ստեղծել կամավորական ջոկատներ, քայլ երկրորդ գնալ զինկոմիսարիատներ, քայլ երրորդ եւ այլն, այսինքն երբ որ կանոնավոր բանակի ստորաբաժման որևէ ջոկի, որևէ զինվոր զոհվում է, այդ զինվորի հաստիքը պետք է լրացնի պահեստազորային
որևէ մի զինծառայող, ինքը պետք է ինտեգրվի դասակային կամ վաշտային տրամաբանության մեջ, որպեսզի ինքը թեկուզ եւ տեղանքին ծանոթ չլինելով, իր ուրեմն մարտական ընկերների միջոցով սինխրոն գործողությունների արդյունքում ինքը իրեն շատ հարմարավետ զգա պատերազմը վարելու ընթացքում։ Սակայն Փաշինյանն ինչ արեց, հարևան Պողոսին, հարևան Պետրոսին, բարեկամ, չգիտեմ, Գագիկին եւ այլն, զինված ջոկատեր կազմելու հրաման էր տալի եւ այդ մարդիկ բառացիորեն չիմանալով տեղանքի նկարագրությունը, չունենալով որևէ ճշգրիտ կապ, սինխրոն միմյանց հետ աշխատելու որևէ փորձ չունենալով, ինքը այդ պահեստազորայիններին հարյուրներով ուղարկում էր դեպի ուրեմն Ջաբրայիլի հատված, հարավային գոտի, եւ այնտեղ ես հիշում եմ, որ հարյուրներով մարդիկ այսպես խուճապի մատնված, տեղանքին ծանոթ չլինելով, անընդհատ նահանջ էին գրանցում։ Եվ ինչպես նաև Հադրութի տխրահարչակ օպերացիան, երբ որ ադրբեջանցիները արդեն Հադրութի կենտրոնում հայրև որդի էին գնդակահարում, նույն այդ ժամանակ Արծրունը մեզ ասում էր, որ Հադրութում մարտերը շարունակվում է, Հադրութը մեր վերահսկողության տակ է, այսինքն նամանավան պատերազմի ողջ ընթացքում հարավային ուղղության վրա հայ ժողովրդին ամբողջապես պահել են բառացիորեն անտեղյակության դաշտում, բառացիորեն հայ ժողովրդին խաբել եւ մոլորեցրել են, հայկական զինված ստորաբաժանումները հարավային ուղղություններում վատ հրամանների եւ վատ պատերազմի ղեկավարման արդյունքում կրել է տոտալ կորուստներ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Փաշինյանը իր հայտնի հարցազրույցում նշում էր, որ մենք հենց այս պահին հարավային ուղղության վրա մի այնպիսի օպերացիա ենք իրականացնելու, որը ամբողջապես բեկելու է պատերազմի ընթացքը։ Սա ոչ այլ ինչ էր, քան այսպես մեսիջ Ալիևին, որ հայկական զինված ստորաբաժանումները գործողություն են նախապատրաստում, տեր կանգնիր, որպեսզի ամեն ինչ ըստ ծրագրավորվածի գնալ։ Եվ սրանք ես զուգատիպություններ համարել, հավատացեք, ոչ ցանկություն ունեմ, ոչ կարող եմ, ոչ էլ ես դրա բարոյական իրավունքն ունեմ։ Հետևաբար գոյություն ունի հստակ առհավատչան, գոյություն ունի հստակ փաստարկները, որ պատերազմի ընթացքում դիտավորյալ կերպով արվել է ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության եւ նամանավանդ Արցախի Հանրապետության հարավային թևով, Արաքսի հովտի ողջ երկայնքով, իրանական սահմանի ողջ երկայնքով գրանցեն առաջ խաղացում։ Մի փոքր խոսենք քաղաքական process-ների մասին։ Նիկոլ Փաշինյանը, նրա աջակիցները եւ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ, օրինակ Գեորգ նախագահի կողմնակիցները համոզմունք ունեն, որ Հայաստան դաշինքը ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը չի հաղթահարի, առաջ կուսակցությունն էլ է Հայաստան դաշինքի մաս, ինչպես կարող եք արձագանքել եւ ինչն է նման կանխատեսումների հիմքում ձեզ։ Նման կանխատեսումների հիմքում համոզված եղեք պրոնիկոլականությունն է, սրանք փաշինյանական նարատիվներ են, ընտրություններից առաջ թվացյալ ընդդիմության կողմից մեկ այլ ընդդիմադիր խոշոր ուրեմն քաղաքական միավորի ուղղությամբ նետված այս ցեղ շպրտոցիները վկայում են միայն ու միայն մեկ բանի մասին, որ գոյություն ունի որոշակի կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի եւ երրորդ նախագահի հետ աֆիլացված որոշ քաղաքական մանր ու միջին խմբակների միջև, որպիսի ամեն գնով կանխվի Ռոբերտ Քոչարյանի ծանրակշիռ ներկայությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Դուք կհիշեք, որ Հայաստան դաշինքի միջոցառման ժամանակ, երբ հայտարարվեց ընտրություններին մասնակցելու ֆորմատի մասին, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ոչ միայն քաղաքական գնահատականներ են տրվելու մեր տասնյակ հազարավոր արցախցի քույր եղբայրների տեղահանման մեղավորների համար, այլև պետք է գործի հստակ իրավական մեխանիզմներ, մարդիկ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման, ժողովրդին եւ առհասարակ մեր այս իրականության համար։ Ես այդ հայտարարության հասցեատերերի շրջանակներում տեսնում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, վարչակազմը, ես այնտեղ նաեւ չերևացող կամ ավելի շատ երևացող ականջներ եմ տեսնում, մարդիկ իրենց տեսնում են այս ցուցակների մեջ եւ հետեւաբար ցայտնոտի մեջ են ընկել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձի դեպքում է հնարավոր միայն
մեծ ստի բացահայտումը, իսկ որ տեղի է ունեցել մեծ խաբեություն եւ մեծ սուտ սկսած 2018 թվականից, դրա մասին պետք չէ որ մենք խոսենք, դա այլևս հայ ժողովուրդը գիտակցել է։ Եվ եթե հայ ժողովուրդը ցանկանում է իմանալ վերջապես ինչ է տեղի ունեցել 2018 թվականին արդեն արդարադատության տեսանկյունից եւ ինչպես է իրականացվել Արցախի դավադիր պատերազմը եւ ինչ պայմանավորվածությունների արդյունքում, ապա հայ ժողովուրդը պետք է տեսնի, որ այս ամենի իրականացման առանցքում ընկած է մեկ քաղաքական գործիչ, ով իր նախընտրական, այսպես ասած, խոստումների շարքում տվել է նաև այդ խոստումը, որ մեղավորները պատժվել են։ Եվ քանի որ երկրորդ նախագահը չունի այնպիսի նախընտրական խոստումներ, որոնք ինքը չի իրականացրել իր նախագահության տարիներին, ապա մեր ունկնդիրները եւ ես հավաստիացնում եմ, որ Քոչարյանի իշխանության գալուց հետո հայ ժողովուրդը, այսպես ասած, զուլալ ջրի նման տեսնելու է եւ հասկանալու է, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին, 2020-ին, 2023-ին, 2026-ին եւ այլն եւ այլն։ Այդ ուրեմն Վատիկանյան գարշահոտի հետևից ընկնել ընդհանրապես չարժի, որովհետև ինչպես մարդկանց պարագաներում, այնպես է քաղաքական միավորների պարագաներում դիակները այսպես գարշահոտ տարածելու հատկություն ունեն եւ այդ գարշահոտի դեմ քաղաքականապես սպառված կառույցների դեմ ես խորհուրդ չեմ տալիս բնավ մտնել երկխոսության մեջ, գզվռտոցի մեջ, որովհետև դա առաջին հերթին չի հետաքրքրում հայ հասարակությանը, որովհետև հայ հասարակության հսկայական սեգմենտը 90% եւ ավելի սեգմենտը բառացիորեն հետաքրքրված չէ սպառված մանր ու միջին խմբակների խոսույթով եւ նրանց գործիքակազմերով, եւ երկրորդն էլ ես սա նմանեցնում եմ թնդանոթով ճանճի որս իրականացնելու, որովհետեւ կշերքի նժարնին դրված են քաղաքականապես երկու տարբեր քաշային կատեգորիաներ, իրենց ռեսուրսներով, իրենց հնարավորություններով, իրենց աջակիցներով, հետեւաբար այս դիսկուրսի մեջ չմտնելու կոչս մնում է դեռ ուրեմն արդիական եւ ես շատ գովասանքով կարող եմ նշել, որ մեծ մասամբ երկրորդ նախագահի թիմակիցները, իրեն ընտրողները, իր այսպես աջակիցները ավելի շատ չեն տրվում այս գզվռտոցին եւ շարունակում են նախընտրական այս աշխատանքների թող ու բոհի միջով աշխատանքներ իրականացնելը։ Նաև կարծիք կա, որ թեև Հայաստան դաշինքը եւ երկրորդ նախագահը 2021 թվականին շուրջ 270,000, եթե չեմ սխալվում, քվ են ստացել, բայց հիմա, քանի որ կա Սամվել Կարապետյանը իր թիմով, այդ քվեների մեծ մասը գնալու է Սամվել Կարապետյանին։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ես այնքան էլ հակված չեմ այդ կարծիքին, որովհետև Քոչարյանի նկատմամբ տարված այս շուրջ 20 տարի տևող ահռելի հակաքարոզչության, մեդիա տերորի իրականության պայմաններում մարդիկ իրենցով եկել հանգել են մի եզրակացության, որ Հայաստանը տվյալ իրավիճակում, Հայաստանը, այսպես ասած, հզորացման ուղենիշի վրա կարող է դնել բառացիորեն երկրորդ նախագահ։ Այսինքն մարդիկ քաջ գիտակցելով են հսկայական մեդիա տերորը, հասկանալով են հսկայական մեդիա պրոպագանդան, հակաքոչարյանական պրոպագանդան, իրենց ինտելեկտի եւ մեդիա գրագիտության հաշվին արդեն իսկ իրենց մեջ վճռել են, որ պետք է ընտրեն երկրորդ նախագահին։ Քոչարյանական ընտրազանգված է, այսպես ասած, ինքը մի քիչ իր մեդիագրագիտությամբ, իր ըմբռնումներով մի քիչ տարբերվում է, ես չեմ ուզում ինչ-որ այսպես թիրախային շերտավորումներ անել, ասածս այն է, որ քոչարյանական ընտրողը իրեն պետք չի որևէ քարոզարշավ, իրեն պետք չի որևէ քաղաքական ֆիգուրի հայտնվել կամ չհայտնվել, ինքն իր մեջ արդեն իր ընտրությունը կատարել է։ Կռիվը մասնավորապես ճակերտավոր կռիվը պետք է ընթանա այն ընտրազանգվածի մեջ, ովքեր ցուցաբերում են բացարձակ անտարբերություն ընտրությունների եւ քաղաքական process-ների նկատմամբ։ Այստեղ, այսպես ասած, առողջ մրցակցության դաշտը ես տեսնում եմ ընդդիմադիր ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև ընդդիմադիր ողջ սեգմենտի միջև, որ չկողմնորոշված մասային, իներտ մասայի հետ կապված, այսպես ասած, ընտրատեղամասեր ուղղորդելու եւ սեփական քաղաքական միավորին ընտրելու ասպեկտում մեծ անելիք կա եւ այստեղ մրցակցությունը շատ բարձր է, բայց մեր գերնպատակը դա այսպես կոպիտ ասած ձայներ փախցնելը չէ, կամ ինչ-որ մեր ձայների հաշվին մի ուրիշ քաղաքական միավորի ավելի շատ ձայներ ունենալը չէ։ Մեր նպատակը պետք է լինի նախ եւ առաջ
համակարգված գործիքակազմով, համակարգված նախընտրական քարոզարշավի միջոցով Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնելը մեզ համար գերնպատակայինը, առաջնայինը Նիկոլ Փաշինյանին վերարտադրման շանսեր բառացիորեն չթողնելն է։ Եվ եթե դա պետք է արժենա մի քաղաքական թիմից, մյուս քաղաքական ընդդիմադիր թիմի նկատմամբ որևէ կողմնորոշվածություն, թող դա արժենա, մենք դրա հետ բնավ կռիվ չունենք։ Մենք որպես ընդդիմադիր խոշոր խաղացող եւ ծանրակշիռ ներկայություն ունեցող Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում ուրեմն դաշինք լինելով, մենք ընթանում ենք մեր որդեգրված ուղիով։ Մենք իրականացնում ենք հանդիպումներ եւ Աստծո կամոք նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից սկսած մենք մեր նախընտրական քարոզարշավով շարունակելու ենք ոչ միայն աշխատել այն մարդկանց հետ, ովքեր այսպես կամ այնպես ընտրելու են երկրորդ նախագահին եւ իր ղեկավարված թեմին, այլև անելու ենք ամեն հնարավորը սահմանադրական կարգավորումների սահմաններում, որպեսզի մեր ընտրազանգվածի հետ հայ ընտրազանգվածի հետ տարվող աշխատանքների արդյունքում կարողանանք մարդկանց համոզել, բացատրել, ցույց տալ, որ ճիշտ ընտրությունը Ռոբերտ Քոչարյանն է։ Շատ բարի, հետևենք քաղաքական process-ներին, շնորհակալ եմ այդ զրույցի համար։ Շնորհակալություն։